Շատ բաներ ես գիտեմ, շատ ավելի, քան շատերին թվում է։ Ցավոք սրտի ես դատապարտված եմ լռության։ Դատապարտված եմ նաև երբեք հուշեր չգրելու այդ բանին, հա։ Որտեվ այն ինչ դու գիտես, երկսայ սուր է, շատ վտանգավոր է։ Ասում եմ դրա եթե դրանք բացահայտես, ճակատագրեր կարող են փոխվել եւ կփոխվեն հաստատ։ Բայց դու ինքդ քեզ կաշկանդում ես շատ բարձ պատճառով, որ այդ բացահայտումները չեն կարող դրական որևէ բան տալ որևէ մեկին, որտեվ չկա այն ատյանը, հա, արդարադատության, որը ճիշտ կընկալի եւ ճիշտ կդատի։ Դրա համար մտածում ես, որ ավելի լավ է ես լռեմ եւ երբեք նաեւ հուշեր չգրեմ, որտեվ նույնիսկ հավատացեք, դա է երկսարսուր այդ հուշերը հետագայում գրել։ Այո, արխիվային շատ նյութեր են եղել իմ ձեռքի տակ, շատ բաների եմ ծանոթացել, որ շատերի համար դա մութ անկյուն է, սաղ կյանքներն էլ մութ է մնալու։ Էդ էլ ճակատագրի բերում է, ոչ թե ես մեղավոր եմ, այլ որտեվ մարդիկ մատնել էին արխիվների տեղերը եւ ես հաշվի առնելով մի հանգամանք, որ այդ բոլորի քննողը իմ նախկին աշխատակիցն էր եղել, հիմա անունը չտամ, ով քննում էր, եկավ եւ ինձ ասեց, որ մատնել են օրինակ այս ինչ արխիվների տեղերը եւ մենք ավելի շուտ այդ արխիվները տարանք, այդ իհարկե հին պատմություն է, 30-35 տարվա պատմություն է, քան իրանք այդ արխիվների տիրացան, ուղղակի տիրացան արխիվների այն մասին, որոնք այսպես կոչված արդեն կալանավորված ինչ-որ մարդկանց ձեռի տակ են, որոնք մի չափալախից հետո տեղերն ասել էին։ Էդ էլ, տեսեք, դրա համար դու աշխատում ես լռել,